Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նեոն եմ։ Մենք գտնվում ենք Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում։ Նյու Դելհի հայտնի հուշարձաններից մեկն է համարվում Հնդկաստանի դարպասները։ Այս կառույցի մասին է խոսքը գնում, որը ունի 42 մետր բարձրություն, կառուցվել է 1921-ից 1931 թվականներին։ Նվիրված է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ Աֆղանստանի հետ մարտերի ժամանակ զոհված հնդիկ զինվորներին եւ այս պատերի վրա փորագրված է 70,000 զինվորի անուն։ Հնդկաստանը աշխարհին ոչ միայն հայտնի է իր մշակույթով, համերով ու հոտերով, այլ նաև բնությամբ։ Դելին կառուցված է ջունգլիների մեջ։ Այդ իսկ պատճառով այստեղ կհանդիպեք այգիներ, մասնավորապես այսպիսին, որոնք որ կարծես բնության օազիսներ լինեն մեծ քաղաքների մեջ։ Հանգստություն, լռություն, թռչունների ձայն ու մաքուր օդ։ Սա Լոդի պարկն է, Լոդի գարդենը, որը տեղացիների ամենասիրելի վայրերից մեկն է, ու ստեղ ոչ միայն բնությունն է, այլ նաև հարուստ մշակույթը 15-ից 16-րդ դարերի Լոդի դինաստիայի, կարող ենք հանդիպել հինդուական թեմփլներ ու նաև մուսուլմանական մզկիթի մնացորդներ։ Հնդկաստանի բնությունը շքեղ է, ու մենակ Դելհիինը չէ, որտեղ շատ տեղեր եմ Հնդկաստանում եղել ու միշտ զարմացել ու հիացել եմ իր հարուստ բնությամբ։ Դելհին, որը որ 20 միլիոնից ավել բնակչություն ունի, այդ աղմուկը, աղաղակի կտրվում ես ու գալիս ես sense մի հատ դրախտային միջավայր։ Այ դրախտը այսպեսին է լինում։ Հնդկաստանի կոլորիտը ապահովում են նաև տուկտուկները ու հաճախ քո տեղաշարժը հենց նրանց միջոցով ես իրականացնում։ Դա համար հիմա Լոդի պարկից գնում ենք դեպի Սինքների տաճար ու բնականաբար դիմում ենք տուկտուկի օգնությանը։ Սա հետաքրքիր ու յուրահատուկ փոխադրամիջոց է։ Hello. Hello. To Sink Temple please. Yeah, hello. Դե ինչ, ռիքշայով կամ տուկտուկով, ինչպես ասում են, գնանք Սինքերի տաճար։
Ուրեմն տուկտուկով տեղաշարժը առհասարակ Հնդկաստանում ունի մի քանի դրական եւ նաեւ բացասական կողմեր։ Դրական կողմերից մեկը այն է, որ ինքը փոքր է ու խիտ երթևեկության ժամանակ կարողանում ես գոնե խուսափել երկար կանգնելուց, իսկ բացասական կողմերը էլ ավելի շատ են։ Իհարկե, մեկը այն, որ ամբողջությամբ բաց է, պետք է ուշադիր լինես իրերիդ նկատմամբ, առհասարակ քո նկատմամբ, երկրորդը, որ շոկ ժամանակ բնականաբար չկա հովացման որևէ համակարգ, երրորդը, որ չես կարող մեծ արագություն զարգացնել, ամեն դեպքում դա պատճառ չէ, խնդիր չէ, որպեսզի չօգտվես այս տրանսպորտային միջոցից, անպայման պետք է Հնդկաստանում ու առհասարակ ասիական երկրներում մի քանի ճանապարհ անցկացնես հենց տուկտուկների միջոցով։ Ուրեմն նաև կարևոր ինֆորմացիա բոլոր նրանց համար, ովքեր որ սիրում են ինքնուրույն ճամփորդել, կարող եք օգտվել Uber-ից, այդտեղ Uber-ը այդ հավելվածը գործում է, եւ մինչեւ անգամ այդ հավելվածի միջոցով կարող եք պատվիրել տուկտուկ, կարող եք պատվիրել մոպեդ ու նաև մեքենա, սովորական մեքենաները, որոնք մենք ենք ավելի սովոր։ Այնպես որ այս խորհուրդը պահեք ձեզ մոտ, հաստատ ճամփորդելիս Հնդկաստանում ձեզ շատ պետք է գա։ Գնանք ու մանրենք մեր մոտ եղած դոլարը։ Ու մի քիչ նաև պատմեմ, թե առհասարակ այստեղ ինչ է կատարվում դոլար ռուպի փոխանակման ժամանակ ու ինչքան ռուպի են ձեզ տրամադրում, օրինակ $100 համար։ Առաջանանք ներս ու մանրենք մեզ մոտ եղած դոլարը։ Քանի որ այցելելու եք Հնդկաստան եւ ձեզ հետաքրքիր է թե ինչ դրամական միջոց կարող եք ձեզ հետ բերել, ասեմ, որ ձեզ հետ կարող եք բերել դոլար, եվրո եւ դա արդեն տեղի փոխանակման կետերում վերածեք ռուպի։ Ռուպին այս տեսքը ունի։ Ամենամեծ ռուպին, որ ես տեսել եմ, դեռ 500 ռուպին է, $100-ին տալիս են 8100-ից 8300 ռուպի։ Այստեղ կարող եք նաև քարտային գործարքներ կատարեք, բայց տեղացիները հիմնականում դրանից այդքան էլ շատ չեն օգտվում։ Այդ իսկ պատճառով ռուպին համարվում է աշխարհում ամենաշատ օգտագործվող դրամական միջոցը։ Կարծում եմ պարզ է նաև ինչու, քանի որ երկրի բնակչությունը գերազանցում է 1.5 միլիարդ։ Այդ իսկ պատճառով ռուպին աշխարհում ամենաշատ կիրառվող դրամական միջոցներից մեկն է։ Hello, sorry. Come. Եկեք պետք են այսպեսի տեն արկածները, ճամփորդությունները, որովհետև այդ ժամանակ սկսում է շատ բան արժևորել, գիտակցել, հասկանալ ու ավայո քո ճամփորդական կոնտրաստը շատ մեծ է լինում։ Ու ինչքան շատ է լինում այդ կոնտրաստը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում ընկալել յուրաքանչյուր ճամփորդական իրավիճակ։ This is India. Հնդկաստանի գլխավոր կրոնը համարվում է հինդուիզմը, բայց կան նաև տարբեր կրոններ, որոնցից մեկը սիկխիզմն է, սիկխերի կրոնը։ Հիմա ցանկանում եմ ձեզ նաև ներկայացնել այս հետաքրքիր ու յուրահատուկ կրոնի հետ ու ցույց տալ, թե ինչպես է այն առաջացել առհասարակ։
Այս տաճար մուտք գործելու մի քանի կանոններ կան, որոնց որ պետք է պարտադիր հետևել։ Հիմա գնանք ներս, տախ գլխի ծածկոցը կրենք ու նաև կոշիկները հանենք, քանի որ այստեղ եւս պետք է մտնենք առանց կոշիկների, այսինքն ոտաբոբիկ։ Հիմա անում ենք կոշիկները, գրում ենք գլխի համար նախատեսված այս ատրիբուտը ու մուտք ենք գործում այս տաճար։ Այն, սրանք պետք է կրենք։ Այսպիսի գլխի համար նախատեսված կտոր ու սազում է գնացինք առաջ։ Տաճար բարձրանալիս անցնում ենք այսպիսի ջրավազանի միջով, որպեսզի ոտքերը մաքրվեն ու դրանից հետո առաջանում ենք դեպի տաճար։ Սինքերը ոչ միայն կրոնում, այլ նաև քաղաքականության մեջ միշտ եղել են ընդվզողներ ու միշտ կռիվների մեջ են եղել են արնահեղություններ, շատ դեպքեր կան, երբ հազարավորներով սինքերը զոհվել են իրենց գաղափարի համար։ Վերջին թարմ ինֆորմացիան, տեղեկությունը կարելի է ասել սինքերի ու առասարակ հինդուների մեջ, որ եղել է, դա այն է եղել, որ Ինդիրա Գանդի թիկնապահական ջոկատը եղել է սինքերից կազմված, քանի որ նրանք լավ ռազմիկներ են եղել, բայց հենց նրանք էլ սպանել են Ինդիրա Գանդիին։ Այսպիսի ինֆորմացիա։ Սինքերին կարելի է շատ հեշտ տարանջատել մնացած մարդկանցից, մասնավորապես նրանց տղամարդկանց, քանի որ նրանք կրում են սենց արտահայտված գլխաշորեր։ Հաճախ կնկատեք անգամ Երևանում այդ մարդիկ սինքեր են, ովքեր որ ունեն ապրուստի, ապրելակերպի այդ գաղափարը եւ այդ փիլիսոփայությունը։ Իսկ այս տաճար ու առասարակ բոլոր այն վայրերը, որոնք որ հսկվում են սինքերի կողմից, ովքեր որ իրենց ձեռքում կրում են անպայման սուր նիզակ եւ իրենց կողքից կա կախված դանակ, որով եթե անկարծ լինի վտանգ իրենց տաճարի կամ իրենց մարդկանց նկատմամբ, իրենք պետք է անպայման միջամտեն։ Սիկհիզմը առաջացել է վերջին ժամանակներում, 15-րդ դարից սկսած։ Նրանք ժամանակին հինդուներ էին, հինդուիզմի կրողներ էին, բայց այն մարդիկ էին, այն բողոքականներ էին, որոնք որ դեմ էին արտահայտվում հինդուիզմում եղած բազմաստվածությանը ու նաև կաստայականությանը, այսինքն մարդկանց շերտավորմանը։ Դա չնայած հինդուիզմում ամենամեծ խնդիրներից մեկն է համարվում, կարծում եմ, ու այստեղ երբ դուրս ես գալիս փողոց, նկատում ես մեծ աղքատությունը, դրա ամբողջ հիմքը դա կաստայականությունն է, ու սինքերը նրանք դեմ արտահայտվելով կաստայականությանը, մարդկանց անհավասարությանը, նրանք կողմ են արտահայտվում նրան, որ պետք է լինի մեկ Աստված ու առասարակ մարդիկ պետք է ապրեն բոլորը հավասար, բոլորը ունենան նույն իրավունքները եւ կարողանան ապրել այնպես, ինչպես նրանք են ցանկանում եւ չլինեն որոշակի կախվածության մեջ։ Դրա համար այստեղ կա նաեւ հետաքրքիր գործող մի հատ կանոն, որի մասին ցանկանում եմ անդրադառնալ, դա այն է, որ այս տաճարի ներսում ու առասարակ սինքերի տարբեր տաճարներում հարուստները սնունդ են պատրաստում աղքատների համար։ Գնանք ու ձեզ ցույց տամ այդ process-ը, որը ինձ նախորդ իմ ճամփորդությունների ընթացքում բավականին տպավորել է։ Քանի որ սիկհիզմի գաղափարախոսությունը հավասարությանն է վերաբերվում առասարակ, այստեղ հենց տաճարի կողքին կա հացատուն, որտեղ որ հարուստները աղքատների համար սնունդ են պատրաստում, ու սա երևի թե շատ տպավորիչ ու յուրահատուկ վայր է, քանի որ ամեն օր այստեղ սնվում է 50,000 հոգի, պատկերացնում եք քանակը, առավոտվանից մինչև երեկո։ Հիմա գնանք ներս ու տեսնենք ոնց է կատարվում այդ process-ը։ Ահա այն տարածությունը, որտեղ ամեն օր 50,000 հոգի սնունդ է ստանում։ Եթե նկատում եք, այսպիսի մեծ տարայի մեջ լցված է ճաշը, իրենց բերում են շերեփով յուրացիրում են։ Բայց ես ձեզ ասեմ, որ ոչ միայն այստեղ աղքատ մարդիկ են, այլ բոլոր այն սիկհերը, ովքեր որ գալիս են տաճար, այստեղ նաև կարողանում են ստանալ սնունդ։ Հիմա գնանք տեսնենք, թե ինչպես է պատրաստման process-ը տեղի ունենում։
այստեղ հացի թխման process-ն է տեղի ունենում։ Այսպիսի սարքի միջոցով իրականացնում ենք հացի պտտելը։ Հիմա պատրաստում ենք հաց, որ արդեն մատուցենք ներսում սնվող մարդկան։ Little bit. You want? You want? You want? Բոլորը կարծես կշտացել են, էլ չեն ուզում։ Ավարտեցի աշխատանքս, մոտ մի 10 հոգու սնունդ բաժանեցի։ Հին դելին ավելի քան խելահեղ է, անկեղծ իհարկե սա համարվում է հենց մայրաքաղաքի սիրտը, հենց մայրաքաղաքը ստեղից է սկսել ու առաջին մայրաքաղաքը, երբ դելին առաջին անգամ մայրաքաղաք դարձավ 17-րդ դարում, ուրեմն կառուցվեց հենց այս հին դելին Շահ Ջահանի կողմից, բայց հետո բրիտանական գաղութացման ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվում է Կալկաթա, հետո երբ որ արդեն բրիտանացիները այստեղից գնում են, Հնդկաստանը անկախություն է ձեռք բերում, Դելին նորից դառնում է մայրաքաղաք ու էլ ավելի ընդլայնվում, էլ ավելի մեծանում։ Իհարկե ինչ որ դուք հիմա տեսնում եք, այս հին Դելին, ամբողջ Դելին չի, որ այսպիսին է, բավականին նաև զարգացած հատվածներ ունի իր արբանյակ քաղաքները, մոտ 20 միլիոնի հասնող բնակչություն, եթե ոչ ավել, չնայած ես ես ավելին ասեմ, որ Հնդկաստանում շատ բարդ է մարդը համար իրականացնելը, քանի որ շատերը ուղղակի ծնվում են առանց հիվանդանոցներ գնալու, անգամ չունեն անձնագրեր, ու այս հատվածում աղքատության մակարդակը կոնկրետ հին Դելիում զգացվում է, որ բավականին մեծ է։ This is masala tea here. Այս հատվածում վաճառում են մասալա թեյ, սա իրենք բավականին շատ են օգտագործում, ամեն քայլափոխից կարող ես հանդիպել կարելի է ասել, իրենք հիմնականում տենց սուրճ որպես այդպիսին չեն օգտագործում շատ, այլ մասալա թեյն են օգտագործում, ուրեմն ինչ է իրենից ենթադրում առասարակ մասալա թեյը, դա կովի կաթն է, բնականաբար իրենք գիտեք չէ, իրենց վերաբերմունքը կովին, բայց կաթից օգտվում են իրենք, կովի կաթն է, թեյը, որը որ եռացնում են մի կաթսայի մեջ ու նաև ավելացնում են մասալա համեմունքը, որը որ տալիս է շատ սուր արտահայտված համ ու նաև կողքից տարբեր համեմունքներ, դարչին, մեխակ ու այսպես շարունակ։ Մի խոսքով սա ամենապահանջված կետերից մեկն է շուկայում միանշանակ։ Բայց քանի որ ես կաթ ընդհանրապես չեմ օգտագործում, դրա համար զերծ կմնամ այս թեյից ցավոք սրտի։
Հնդկաստանում ամեն քայլափոխից կհանդիպես թեմփլներ, տաճարներ, բավականին շատ են, մինչև անգամ մարդիկ իրենց բնակարանների ներսում կառուցում են թեմփլներ, տուալետ չեն կառուցում են թեմփլ, մենակ։ Ու դրա համար բոլոր թեմփլների մոտ կհանդիպեք նաև այսպիսի ծաղկաշատ, կարելի ասել վայրեր, որտեղ որ վաճառում են ծաղիկներ, անգամ որ Հնդկաստան գալիս ես քեզ ընդունում են հենց այս ծաղիկներով, այսպես նաև հյուրընկալության նշան է, ու նաև երբ որ մտնում ես տաճար, քեզ հետ վերցնում ես այսպիսի մասնավորապես օրինակ ես տաճար մտնելիս որոշ Շիվա աստծուն է նվիրված, վերցնում ես այսպիսի ծաղիկների զամբյուղ ու ներս ես գնում, այս միջոցով դու քո պատիվն ես տալիս Շիվա աստծուն, այստեղ մոմ էլ կա, այդ մոմը վառում ես, հետո նաև ջրի մեջ են դա դնում, մի խոսքով շատ հետաքրքիր ռիտուալ է, how much this? 50. Օրինակ սա այսպիսի միացնեն զամբյուղը 50 ռուպիա։ Մի խոսքով Հնդկաստանում ամեն քայլափոխից կարող ես հանդիպել ամեն ինչ։ Ջիմի։ Այսպիսով ավարտվեց մեր հնդկական ճամփորդությունը, մենք նոր Դելիում ենք, ճամփորդությունը մեկնարկեցինք Ջայպուրից, հասանք Ագրա, տեսանք Թաջ Մահալը, 8-րդ հրաշալիքը ու բնականաբար Դելին։ Ու Հնդկաստանի դարպասների մոտ ավարտում ենք մեր այս յուրահատուկ ճամփորդությունը։ Գնանք եւ պատրաստվենք նոր ճամփորդության։ Մեզ սպասում են նոր ու անմոռանալի բացահայտումներ։ Կհանդիպենք Շանթ հեռուստաընկերության եթերում։